Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Թբիլիսիի մոտակայքում։ Նշվում է, որ այս զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում անվտանգության ոլորտում 3 գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։ Եթե Միացյալ Նահանգները չլիներ, Իսրայելն այժմ գոյություն չէր ունենա։ Իսրայելում դա գիտի յուրաքանչյուր խելացի մարդ, G7-ի գագաթնաժողովի նիստից առաջ ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես հիանալի հարաբերություններ ունեմ Նեթանյահուի հետ, սակայն նա պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերի Լիբանանի հարցում, ասել է նա։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրանց հետ գործարքը մտել է երկրորդ փուլ։ Միացյալ Նահանգների առաջնորդը կարծում է, որ այս փուլն ավելի հեշտ կլինի, քան նախորդը։ Իրանի ներկայիս ղեկավարությունը շատ ռացիոնալ մարդկանցից է կազմված։ Նրանց հետ հեշտ է աշխատել, նրանք ուժեղ եւ խելացի մարդիկ են։ Նրանք արմատական գաղափարներ չունեն եւ փորձում են օգնել իրենց երկրին, ասել է Թրամփը, հավելելով, որ այսուհետ Իրանի հարցը մղվում է երկրորդ պլան։ Միացյալ Նահանգները կկենտրոնանա Ուկրաինայի վրա։ Եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու եւ լուրջ խոսել, նա միշտ կարող է գալ Մոսկվա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս պահին Մոսկվայի եւ Կիևի միջև պաշտոնական հաղորդակցության ուղիներ չկան, ասել է Պուտինի խոսնակը, հավելելով, որ հստակ ամսաթիվ չկա նաեւ, թե երբ Միացյալ Նահանգների հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտքոֆն ու Ջարեդ Քուշները կգան Ռուսաստան։ Զելենսկին մերժել է Ռուսաստանի առաջարկը հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում։ Ես չեմ մեկնի Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու։ Ես այդ խաղերը չեմ խաղում։ Մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում, ի պատասխան Կրեմլի հայտարարությունների, ասել է Ուկրաինայի նախագահը։ Իդեպ G7-ի գագաթնաժողովի շրջանակում նրան հարց է ուղղվել. կարոտում եք արդյոք դերասան լինելը։ Ինչին Զելենսկին պատասխանել է. ես կարոտում եմ լավ հայր լինելը։ I miss being a good father. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը անդրադառնալով Ուկրաինային ասել է, որ Եվրամիությունը պարզապես կքանդվի, եթե Ուկրաինան միանա նրան։ G7-ի գագաթնաժողովի շրջանակում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ Թրամփին նվիրել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի 47 համարի մարզաշապիկ, որի վրա գրված է Թրամփ։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Պանսուրյան, ABC Media։